Այսօրվանից հայ-վրացական սահմանը հատելու դեպքում նոր կանոններ կգործեն։ Նոր փոփոխությունը վերաբերում է միայն առևտրային ուղևորափոխադրումներին։ Ուղևորափոխադրողներն այսօրվանից հատուկ ձևաթուղթ պետք է լրացնեն, որը սահմանվել է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակում։ Factor TV ահազանգած քաղաքացիներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, առավոտյան դժգոհեց, որ արդեն քանի օր է ձևաթուղթը լրացնելու ֆայլի հետ կապված դժվարություններ կան։ Նրա խոսքով կեսգիշերին ուղևորափոխադրում իրականացնող մեքենաներ են հատել հայ-վրացական սահմանը, սակայն հսկիչ փաստաթուղթ չեն ունեցել, իսկ սահմանապահները նման փաստաթուղթ չեն պահանջել։ Սակայն այսօր չգիտեն, ինչ կլինի, եթե փաստաթուղթ չունենան։ Մեր զրուցակիցը նշեց, որ խնդիր չեն տեսնում հսկիչ փաստաթղթի պարտադիր պահանջի հետ, սակայն պահանջը դեռ ուժի մեջ չմտած, նման տեխնիկական խնդիրները ավելորդ բարդություններ են ստեղծում։ Factor TV-ն եւս փորձել է լրացնել ձևաթուղթը։ Առավոտյան մենք եւս զբաղվեցինք տեխնիկական դժվարությունների։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից Factor TV-ին հաստատեցին։ Ֆայլն ունի տեխնիկական խնդիրներ, շտկումներ են կատարվում։ Ավելի ուշ խնդիրը կարգավորվել է։ Հսկիչ փաստաթուղթը լրացնում են բոլոր 6 եւ ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների վարորդները։ 6-ը ներառում է նաեւ վարորդի նստատեղը։ Ինչ պետք է անել դրա համար։ Նախ պետք է մուտք գործել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կայքեջ, ապա այստեղից ընտրել գործունեության ոլորտներ բաժինը, որտեղից պետք է ընտրել տրանսպորտ բաժինը։ Այստեղ կան օրինակելի ձևերը։ Այստեղ պետք է արդեն ներբեռնել Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով հսկիչ փաստաթղթի օրինակելի ձևի լրացման ձևանմուշը։ Ներբեռնելուց հետո պետք է լրացնել այնտեղ գտնվող ցանկը։ Առաջին հատվածում նախ պետք է լրացնել մեքենայի բնութագիրը, ապա պետք է գրել նաև տեղերի քանակը, թե քանի ուղևոր է փոխադրելու մեքենան։ Երկրորդ հատվածում պետք է լրացնել կազմակերպության անվանումը։ Երրորդ հատվածում արդեն վարորդների անուն ազգանունը պետք է գրվի, այսինքն կարող է լինել 1 վարորդ կամ կարող է լինել 2 կամ 3 վարորդ, բոլորի անուն ազգանունները պետք է գրվեն։ Կա երթուղու 3 տարբերակ։ Առաջինը, երբ որ մեքենան գնում է ուղևորների հետ եւ վերադառնում է ուղևորների հետ։ Երկրորդը, երբ որ մեքենան տեղափոխում է ուղևորներին, սակայն վերադառնում է դատարկ։ Եվ երրորդը, երբ որ մեքենան գնում է դատարկ, սակայն վերադառնում է ուղևորների հետ։ Հաջորդ հատվածում արդեն պետք է տեղադրել ուղղությունը երթուղու, օրինակ եթե Երևանից Թբիլիսի է ուղղությունը, պետք է գրել Երևանից Թբիլիսի եւ նաեւ պետք է գրել ամիս ամսաթիվը, թե երբ է պատրաստվում տեղի ունենալ ուղևորությունը եւ որքան ժամանակով։ Հաջորդ հատվածում արդեն պետք է տեղադրել ուղևորների անուն ազգանունները, արդեն կրկին լատինատառ։ Նախարարությունից հայտնում են, հսկիչ փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագիր տարբերակը վարորդը պետք է պարտադիր ներկայացնի վերահսկող մարմիններին։ Սովորական քաղաքացիները, որոնք պլանավորում են ընտանեկան հանգիստ անցկացնել հարևան երկրում եւ սեփական տրանսպորտային միջոցով Հայաստանից մեկնում են Վրաստան, ձևաթուղթը լրացնելու անհրաժեշտություն չունեն։